Բարև ձեզ սիրելի դիտողներ, ողջույն հայկալիքի հարգելի բաժանորդներ, այս օրերին ավելի ինտենսիվ և արտահերթ եթերներ կլինեն հայկալիքի յութուբյան եթերում և կախված Իսրայել-Իրան ռազմական բախման դինամիկայի ինտենսիվության հետ մեր տեղեկությունները և կապը մեր բաժանորդների հետ, մեր ազգակիցների հետ ավելի ինտենսիվ բնույթ կկրի։ Բոլորս քաջատեղյակ ենք, որ հունիսի 13-ի լույս առավոտյան մեծ ռազմական հարձակում էր եղել Իսրայելի օդուժի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի վրա և ոչնչացվել էր ռազմական ողջ հեղափոխությունը, Իսլամական հեղափոխության կորպուսի ղեկավարը, մի շարք բարձրաստիճան գեներալներ, միջուկային ծրագրերի զարգացման հարցերում կարևորագույն ռազմական և գիտական գործիչներ, գրոհվել էր Նաթան միջուկային զարգացման, միջուկային հարստացման բազան և երեկ էլ հիմնական Իսրայելի օդուժը աշխատել է Իսփահան Իրանի միջուկային հարստացման բազայի ուղղությամբ։ Երեկ գիշերը արդեն հունիսի 13-14 գիշերը եղել է փոխադարձ ռազմական գործողություններ և Իրանը արձակել է շատ մեծ քանակի անօդաչու թռչող և հրթիռներ։ Մոտավորապես հայտնում են 100 բալիստիկ հրթիռի Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ Երուսաղեմ և Թել Ավիվ քաղաքների և մերձակա տարածքների ուղղությամբ 100 բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ, որից մոտավորապես 5% կամ մի փոքր ավել հնարավոր է հասել է իրենց թիրախին։ Մնացածը Իսրայելի հակաօդային պաշտպանության գերարդիական համակարգը կարողանում է չեզոքացնել։ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը մեր ժամանակներում լավագույններից է, եթե ոչ կարելի ասել հենց լավագույնը, և այն լազերային հետադարձ փաստորեն պատասխանով աշխատող համակարգ է, տեղակայված է Թել Ավիվ քաղաքից մատույցներից հեռու և կարողանում է հակաօդային պաշտպանության խնդիրը գերճշգրիտ լույսի արագությամբ փաստորեն արձագանքել և լուծել հակաօդային պաշտպանության խնդիրը միակ հրթիռների դեպքում, որ 100% ճշգրտությամբ անհնարին է և չկա որևէ հոբ համակարգ, որ կարողանա 100% աշխատել, հակաօդային պաշտպանության մեթոդ, որպես դա բալիստիկ հրթիռներն են, և Իրանը երեկ գիշերը արձակել է մոտ 100 բալիստիկ հրթիռ Իսրայելի ուղղությամբ, 3 համազարկով, որից կրկնում եմ որոշ մասը մոտավորապես 5%-ի չափ հասել են թիրախներին և պատճառել են զգալի վնասներ Իսրայելին, կա քաղաքացիական բնակչության կողմից տուժածներ և հայտնում են մեկ զոհված կնոջ, 60-ամյա կնոջ վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարվածելով քաղաքացիական բնակչությանը Իրանը հատում է կարմիր գիծը։ Սա կարևոր հայտարարություն է։ Գիտենք, որ Իսրայելը ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն պարտավորություն դաշնակցային
ապահովել երաշխավորել Իսրայելի անվտանգությունը եւ պետք եղած դեպքում Իսրայելին աջակցելու համար մտնել ռազմական ուղիղ բախման մեջ Իրանի հետ։ Մեր վերլուծությունները շատ կարևոր է որ հասկանանք իմ վերլուծությունը որևէ կերպ ուղղված չի քարոզելու կամ պաշտպանելու իսրայելական կողմին, ուղղակի օբյեկտիվ մենք ներկայացնում ենք այն արդյունքները, այն արդյունավետությունը, որով կողմերը ռազմական օպերացիաներ են իրականացնում։ Այս պահի դրությամբ Իսրայելի ռազմական օպերացիաների արդյունավետությունը անգամներ անգամ Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունները անգամներ ավելի արդյունավետ են եւ դա զարմանալի չէ։ Իսրայելը ռազմական առումով տասնամյակներ իհարկե կայացած պետություն է եւ ունի նորագույն բոլոր սպառազինության ու ռազմական տեխնոլոգիաների մեթոդներն ու միջոցները շնորհիվ նրա որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից ՆԱՏՕ անդամ երկիր եւ գտնվում է ռազմական ու անվտանգային մի համակարգում մի բլոկում, որտեղ հասանելի են գերժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնոլոգիաներն ու զինանոցը։ Գումարած սրան, փաստորեն Իսրայելը ունի միջուկային զենք եւ կարող է օգտագործել իմ գնահատմամբ, շատ հնարավոր եմ համարում, որ կարող է օգտագործել միջուկային զենքի գործիքը ճնշելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցի եւ ամբողջությամբ աջակցի Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային բազաների ոչնչացմանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի տապալմանը։ Այլ պարագայում Իսրայելը կարող է ուլտիմատում դնել, որ ինքը ստիպված կլինի միջուկային հարված հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը կամ առնվազն զերծ չի մնա նման քայլի գնալուց այդ կարմիր գիծը նշելը Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից թերևս կարող է նաև դա նշանակել, որ Իրանը հարվածելով քաղաքացիական բնակչությանը հատում է կարմիր գիծը, ուստի Իսրայելը վտանգ զգալով, կենսական վտանգ զգալով իր պետականության ու իր քաղաքացիների գոյության համար ստիպված պետք է ավելի խոշոր եւ վնասաբեր հարված հասցնի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդունել էր օրենք, որում նույնիսկ նշել են, թե երբ է վերացվելու Իսրայել պետությունը։ Եվ ամսաթիվը նույնիսկ այդ օրենքում գրված էր։ Կար հետհաշվարկի ժամացույց։ Ուստի Իսրայելը ունի լրիվ արդարացումները, թե ինչու է ինքը գնացել կանխարգելիչ պատերազմի ռազմական հարձակման, որպեսզի կարողանա ապահովել իր պետականության կենսագոյությունը, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության նման դիրքորոշումը եւ ռազմատենչ հայտարարությունները հիմք են Իսրայելի համար, որ Իսրայելը սկսեր նման ռազմական գործողություն եւ մինչեւ վերջ տանի գործընթացը հասնելով այն արդյունքի, որ Իրանը այլևս չունենա միջուկային զենք ստեղծելու կարողություն եւ ցանկություն, զուգահեռ դրան Իրանում տեղի ունենա իշխանափոխություն,
իսլամական հեղափոխական կորպուսի ռեժիմը տապալվի։ Այս ամենով հանդերձ մենք պետք է հասկանանք, գիտակցենք, թե ինչ լրջագույն պրոցեսներ ու էսկալացիա է տեղի ունենում հենց մեր հարևանությամբ և հասկանանք, թե ինչ վիճակում ենք գտնվում մենք և որ ամենևին Հայաստանը այսօր Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած անժամանակ և անլուրջ օրակարգերի ժամանակը չունի, այլևս մենք չենք կարող սպասել և հանդուրժել Նիկոլ Փաշինյանի անհեռատես և հիմար օրակարգերը, մենք կարիք ունենք ազգովի կազմակերպվելու, մոբիլիզացնելու մեր ազգային ներուժը և պատրաստվելու մեր պետականության ու ազգային շահերի պաշտպանման և անվտանգության հարցերի լուծմանը։ Շնորհակալություն, տարածեք խնդրում եմ այս տեսանյութը, հետևեք Հայկ Ալիքի եթերներին։